ազգային ճգնաժամ եւ կառավարման ձախողում։ Որ ազգային ճգնաժամի մասին է խոսքը, որտեղ է ճգնաժամը, պարոն Մինասյան։ Դուք դուրս եկեք փողոց եւ ցույց տվեք ինձ ճգնաժամ։ Կամ երբ որ խոսում ենք, դա շատ լավ, ինչ որ բան եք ընտրել, որպեսզի շատ ավելի պաթետիկ հնչի, ազգային ճգնաժամ։ Ովքեր են մեր ազգի մեջ ճգնաժամի մեջ։ Ավստրալահայերը, չգիտեմ, Մոգադիշոյի հայերը, որտեղ է ճգնաժամը, խնդրում եմ նշեք, ինչ ազգային ճգնաժամի մասին եք դուք խոսում։ Մամուլի ազատության մասին է խոսք գնում հայտարարության տեքստում նաև, որ հայտարարակ վիճակում է գտնվում մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը։ Մամուլի ազատության ինդեքսն եմ ես նայում, կրկին միջազգային զեկույցներ, 2016 թվական լրագրողներ առանց սահմանների 74-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունը աշխարհում, 2017-ին վատացել է ավելի 79-րդ տեղն է զբաղեցնում, 18-ին 80-րդ տեղն է զբաղեցնում, այս պահին զբաղեցնում են 34-րդ տեղը եւ ավելի առաջ ենք, քան որոշ Եվրամիության երկրներ, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս ամեն ինչը թիվ է, փաստ է, էզոտերիկա չի, այս ամեն ինչի տակ կան փաստեր կոնկրետ։ Այսինքն միջազգային կազմակերպությունները, երբ որ գրում են զեկույցներ եւ ինդեքսներ են սահմանում, դրա տակ կոնկրետ հետազոտություն է լինում։ Եվ հիմա կամ դուք պետք է ասեք, որ աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ, եւ աշխարհը փաստորեն կույր է չի տեսնում ինչ է կատարվում Հայաստանում, այնինչ որ մենք դուք եք իբր տեսնում։ Կամ պետք է ընդունեք, որ այս թվերը որ կան, օդից չեն վերցվել։